30 տարի օգտվել ենք 114 համարից։ Մի կերպ, որ ասում են, չգիտեմ, 30 տարի տարապեցինք 114-ի ձեռը։ Մի անգամ հազիվ մի լավ բան արեցին Պրոշյան համայնքի համար, մտցրեցին 25 համարները, որի համար շատ շնորհակալ ենք։ Ինչի համար տևեց ընդամենը 1 տարի, սա քաղաքատիպ ավան է, սա գյուղ չի, սա համայնք չի, 30 տարի հանկարծ մարզ չենք, հիմա որոշեցին, որ մարզի ենք պատկանում, կարելի է մտցնել, չգիտեմ ինչ համար են մտցնում, ինչ են անում, ընդամենը մի փոքր տեղի համար 5 կիլոմետր է ստեղից քաղաք, 250 դրամ, ես ինչի համար տամ, ստեղից հասնեմ ընդամենը քաղաք։ Իմաստը որն է։ Ասեք հասկանում 250 մենք չենք օգտվել տրանսպորտից։ Ես դիմում եմ նաև Պրոշյան համայնքին, իսկ թվում է բոլորը իմ հետ համաձայն կլինեն։ Մենք չենք օգտվելու ձեր նոր մցրած տրանսպորտից։ Մենք օգտվենք շարժական բաներից, տաքսիներից, կհասեմ, մտցնում ես, օքեյ, մտցնում ես քաղաք, ոսկե այսքան տեղի համար, ես այսքան տեղ կգնամ տաքսիով, ընդեղից իմ ուզած ճանապարհով կգնամ, բայց չեմ օգտվի ձեր մցրած տրանսպորտից, դա абսուրդ է, абսուրդի ժանրից է, չի կարելի, այս կարգի չի կարելի ժողովրդին իրոք անտեսել, այսի մեր իրավունքների ոտնահարում է, դուք մեր կամքին հակառակ եք, այդ ամեն ինչը անում, ժողովրդավարություն, օքեյ, ժողովրդավարություն, ես դեմ եմ ամբողջ Պրոշյան համայնքով հանդերձ, որ դուք 125 համարը հանեք այս գծից։ Եթե գաք ստեղ կանգնեք, տեսնեք 25 համարը ինչ պրեսով է գնում, դուք կզարմանաք։ Նույնիսկ 25 համարը մեզ չի բավարարում։ Մենք ունենք ուսանողություն, առավոտյան գնում է ուսանողությունը դասին։ Մենք ունենք աշխատողներ առավոտյան։ Ես կոնկրետ աշխատում եմ Պրոշյանի կոնյակի գործարանում։ Ես պետք է գնամ, բա ժամերը, դուք սկինայք ժամերն անգամ չեն համապատասխանում մեր աշխատանքային ժամերը, ասենք շուշուտ աշխատեն ավելի։ Գծերը գրած է, գալիս է համայնքով։ Այլ եմ ասում, քանի կար 114-ի ձեռն եք տարապում, հիմա այդ սրա ձեռը տարապեք, այսինքն ուշ տա ժողովուրդը ձեր ժողովրդավարությունից։ 2 կիլոմետր։ Հա։ Ամբողջ ազգը աշխատում է, կին երեխա ուսանող։ Հիմա շամը պետք է գիատով մրտ փակում է։ Այդ երեխեն դա պետք է դերմա կամ աշխատող պետք է գործել մա։ 500 դրամով, 1000 դրամով։ Բալը յանդեքսն նստում 2000 փողաբերում, որտե՞ց այդ մարդը կա։ Բերատանը ֆիզիկայի։ Հա, 3000։ Այս մեծ մոլը որ բացեցին։ Հա, էդի չեն բացում, էդի։ Ըսկա մեծ մոլ։ Մեծ մոլը։ Բաբա դեշոց ոնցնես։ Հակարար դուտայը կանդել է որ հարգային Հարգանի մասանի շենք։ Այդ հսկա շենքի սարքին ավտոբուս կդիլնի որ այդ ժողովրդին տանի բերի։ Այդ դազելների Գաչոց։ փոխանակ առաջ եկանք նորից հետեն տան։ Արա շաբաթի։ Ուսանողական քաղաք է սարքում։ Քանի կարածեն ծառուգյագագոն թալանել է։ Ծառուգյագագոն միլիոներ ատზე։ Ծառուգյագագոն հարգերի չիտվե։ Ատվեն զետա այսօր բելենոց ծառուգյան գագո է խաղում։ Որը էֆեկտը չեք հասնում։ Լավ։ Որը չեք հասնում։ Մի ընթարտագի։ Որը չի։ Ճիշտ խոստամ։ Աճուրտ ինչ անշանակում աճուրտը։ 2021 թվականին մրցույթ է անցկացվել, որի համաձայն մրցույթում հաղթել է մուլտիգրուպը, որ պատկանում է, գիտենք, պարոն Գագիկ Ծառուկյանին։ Եվ կարծես թե ամբողջ հանրապետությունում բոլոր մարզային տրանսպորտի միջոցները պիտի սպասարկի հենց մուլտիգրուպը։ Կոնկրետ կոտայքը, նա։ Հա, իմ կոտայքը, այդ թվում նաև կոտայքը պիտի սպասարկի մուլտիգրուպը եւ առաջարկում է տրանսպորտային միջոցի համար կարծեմ 250, հետո իջեցրել է 200 դրամ, որը պիտի Պրոշյան գյուղից ուղևորներին հասցնի մինչև կարծեմ Մազմանյան փողոցի ֆիզիկայի ինստիտուտի խաչմերուկ, բայց ընտանիքներ կան, որոնցից 3 ուղևոր առնվազն, նույնիսկ 4 ուղևոր կա, չի բարձրացվել աշխատավարձ, չի բարձրացվել կենսաթոշակ, մարդկանց վիճակը մենք մոտավորապես գիտենք, եւ դա հասանելի չէ շատ շատերին։ Ես կոնկրետ չեմ երթևեկում, գրեթե չեմ օգտվում, բայց ես նույնիսկ դեմ եմ եղել 150 դրամ ուղևորցին, ուր մնաց թե հիմա 200 դրամ եւ մինչեւ ֆիզիկայի խաչմերուկ մոտավորապես իմացողներ կիմանան հանրապետական հիվանդանոցի խաչմերուկն է, դրանից հետո դեռ պիտի հասնեն մետրոյի կայարան եւ չգիտես որտեղ կարող է 2-3 տրանսպորտի միջոց օգտելու լինեն, որը ընդհանրապես այս վիճակում գտնվող ժողովրդի համար
միջին կամ նույնիսկ ցածր այդ սոցիալական վիճակում գտնվող մարդկանց համար գրեթե անհասանելի երջանկություն ու հաճույք։ Պրոշյանցին, որ օգտվել է 100 դրամ արժեքով, եթե ես մի քանի ամիսը չհաշվենք, տրանսպորտից, որ հասել է եւ կենտրոնամերձ տարածքներ, եթե չասեմ կենտրոն, բարեկամության մետրոյով, կոմիտասով բարձրացել հասել ազատության պողոտը, մարդկանց կյանքը դեպի վատը տանել։ Ուղղակի չի տեղավորում մարդու տրամաբանության ոչ մի շրջանակում եւ մարդիկ կարող են դա չհանդուրժել։ Իսկ մուլտիգրուպը առաջարկել է 250, հետո 200, այդ ոնց է բանցել փողոք է եղել որ փոխել, թե չգիտեք։ Մեր համայնքի ներկայացուցիչ ղեկավարն ասաց, որ իրենց բանակցությունների արդյունքում են ասել, որ կհամաձայնենք 200 դրամով, որովհետև ասում են, որ միշտ է խոսակցություն եղել, որ կարող է Պրոշյանից հանեն գիծը Երևան տանող, ասում են միշտ մենք ուղղակի կարողացել ենք լեզու գտնել եւ ավտոբուսները պահել ենք, այս անգամ երբ ասել են արդեն կա կառավարության որոշում եւ հնարավոր չէ հետարցի ճանապարհ չկա, այսպես ասած, համայնքի ղեկավարը կարողացել է հասնել նրան, որ ասել է 250-ը թանկ է, բայց 200 դրամով մինչև ֆիզիկայի խաչմերուկ դա տրամաբանական չէ, առնվազն։